Վերջին օրերին հայկական շոու-բիզնեսը թևակոխել է մի աննախադեպ ալիք կապված երգիչ Անդրեյի անձնական կյանքի շուրջ ծավալվող զարգացումների հետ։ Սոցիալական ցանցերում շարունակաբար հայտնվում են մեկնաբանություններ, բացահայտումներ ու կարծիքներ կապված Անդրեյի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի բաժանության, ինչպես նաև վերջինիս լուրջ մեղադրանքների հետ։ Այս դեպքին արձագանքել է նաև կոմպոզիտոր Լիանա Անդրեասյանը հրապարակելով անկեղծ ու հուզիչ գրառում «Ինչ գեղեցիկ են սկսվում սիրո պատմությունները, բայց երբ սերը վերջանում է, սկսվում է տհաճ, անիմաստ ու տգեղ իրողության հանրայնացումը։ Անդրեյին շատ լավ եմ ճանաչում, մեծ հաճույքով աշխատել ենք միասին, մի քանի երգեր իմ ստեղծագործական ուղու կարևոր պահերից են հենց նրա կատարմամբ։ Նա միշտ պատրաստակամ է եղել բարի, անկեղծ ու երբեք աստղային վարքագծով։ Կարելի է սիրել կամ չսիրել Անդրեյին, որպես արտիստ, բայց ինձ ոչ ոք չի կարող համոզել նրանում, ինչ փորձում եմ վերագրել նրան, չեմ հավատում։ Անդրեյի բազմաթիվ ընկերներ, որոնց հետ տարիներ շարունակ համատեղ հաց է կիսել, այսօր լռում են։ Շոու-բիզնեսի մեծ մասը ընտրել է չեզոքություն, սակայն կային մարդիկ, ովքեր համարձակվեցին բարձրաձայնել իրենց աջակցությունը։ Առաջինը Ելենա Բորիսենկոն էր, ով բացեի բաց կանգնեց Անդրեյի կողքին։ Այս լռությունը, սակայն, ավելի բարձր է խոսում, քան ցանկացած հայտարարություն։ Ի վերջո, ճշմարտությունը ժամանակի ընթացքում անպայման դուրս կգա ջրի երես։ Հիշեցնենք, որ Ելենա Բորիսենկոն գրել էր. «Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ, բայց ես քեզ չեմ հավատում, դու իբր բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել, բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես։ Ցանկացած կյանքի փորձ ունեցող մարդ կարդալով քո գրառումը տարբերություն կդնի ճշմարտության ու ստի միջև։ Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից»։ Երգահան և հաղորդավար Մարինա Թագակչյանը ֆեյսբուքի իր էջում հիշում է մի դրվագ, որն այժմ ստանում է նոր ենթատեքստ։ Անցյալ տարվա մայիսին թիվ 2 բուժմիավորումում հերթիս էի սպասում, երբ մի կին թփթփացրեց ուսիս ու ասաց՝ «Մարինա, էս դու ես»։ Պտտվեցի Անդրեյի մայրն էր, հարցրեցի՝ ինչ եք անում Հայաստանում, ասաց բժշկական ձև ա, եկել էի վերցնեի, բայց շուտով վերադառնում է։ Հանկարծ միտքն ընկավ՝ Անդրես աղջիկ ա ունենալու, չեմ դիմանում երբ հասնեմ։ Հարցրեցի՝ Անուշը, Հարսիկը ո՞նց են, պատասխանեց՝ հարսս շատ համեստ, խելոք երեխա ա։ Այդ պահին, ինչպես Մարինան է նշում, ոչինչ չէր հուշում այն, ինչ պիտի բացահայտվեր ամիսներ անց։ Մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն էլ հանդես է եկել սուր ու սկզբունքային հայտարարությամբ անդրադառնալով բռնության մեղադրանքներին։ Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել, երբ կինն ունենալով փոքրիկ երեխա պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա նշանակում է, որ նա երկար ժամանակ փորձել է լռել, թաքցնել, դիմանալ։ Լինելով հայրենիքից հեռու, նման ճանապարհ անցնելը սարսափելի է, այդ բռնությունը միայն դատապարտելի է։ Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու։ Հետաքրքիր է՝ ինչու Անին որոշել խոսեց հենց հիմա։ Պարզապես հոգնեց լռելուց, թե կա մի խորքային պատճառ, որը դեռևս բացահայտված չէ։ Շատերը տարակուսանքով են մոտենում հարցին, թե ինչու երգչուհի Անի Օհանյանը երկար ամիսների լռությունից հետո հրապարակայնորեն պատմեց իր և Անդրեյի հարաբերությունների մասին հենց այն պահին, երբ Անդրեն գտնվում էր Հայաստանում։ Հիշեցնենք, որ Անդրեն Անի Օհանյանի հետ հյուրընկալվել էր Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին և պատմել իրենց հարաբերությունների, հետաձգված հարսանիքի, իր երաժշտական գործունեության հին ու նոր դրվագների և առաջիկա անելիքների մասին։ Ես միանգամից եմ սիրահարվել, հենց մտավ, տեսա, ժպտաց, սիրահարվեցի։ Կադրում կա սիրահարվելս, տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են ու երեք օր այն զգացողությունն էր, որ ասում են փորիդ մեջ թիթեռնիկներ են, անկեղծացել է երգիչը։ Անին էլ իր հերթին հիշել է իրենց առաջին հանդիպումը, որը բեմում է եղել, երբ ինքը եկել էր մասնակցելու ազգային երգիչ նախագծին։ Ասում էի՝ եթե մասնակցեմ, ուրեմն Անդրեյի կարծիքը լսելու համար։ Իրոք այդպես է եղել։ Մտածում էի՝ եթե նույնիսկ չանցնեմ, գոնե պրոֆեսիոնալ կարծիք կլսեմ։ Անին խոստովանել է, որ շատ է տխրել Անդրեյի երաժշտական նախագծից դուրս գալու առիթով, հետո արդեն անակնկալի է եկել, երբ վերջինս սոցցանցում նամակագրություն է սկսել իր հետ, վիրտուալ շփումը դադարներով է եղել։
Անին խոստովանել է, որ շատ է տխրել Անդրեի երաժշտական նախագծից դուրս գալու առիթով, հետո արդեն անակնկալի է եկել, երբ վերջինս սոցցանցում նամակագրություն է սկսել իր հետ, վիրտուալ շփումը դադարներով է եղել։ Քովիդ, պատերազմ, հետո երբ Անին գրեց «Արի Հայաստան» և «Կլավանաս» երգիչն այդ շրջանում առողջական խնդիրներ ուներ։ Ես էլ գրեցի, որ գամ պետք է ամուսնանամ քեզ հետ, պատմել է Անդրեն, Անին էլ հավելել, ես կատակի տվեցի լուրջ, չընդունեցի, ասում եմ «Արի Հայաստան», ասում է «Արի ամուսնանանք», չէի սպասում, որ կգա, անակնկալ էր։ Անդրեի և Անիի հարսանիքը նախանշված է եղել սեպտեմբերի 26-ին, պսակադրությունը պլանավորում էին Հովանավանքում, սակայն սեպտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին խախտելով հարաբերական անդորրը հարձակվեց Հայաստանի վրա, ստիպված էին հետաձգել հարսանիքը։